Ռիելթորական կազմակերպությունների կամ առանձին ռիելթորներին դիմելով քաղաքացիները որոշակի դեպքերում հանդիպում են խաբեբաների։ Վերջիններս դիմողներից նախապես պահանջում են միջնորդավճար խոստանալով հարմար բնակարան, սակայն որպես կանոն գումարը ստանալուց հետո նրանք կամ այլևս կապի չեն դուրս գալիս կամ առաջարկում են իրականությանը չհամապատասխանող տարբերակներ։ Իրավապաշտպանները ահազանգում են, հեշտ է դարձել փաստաթղթերի կեղծումը, քանի որ լիազորագրերը հիմնականում վերցնում են Ռուսաստանի Դաշնությունից։ Օրինակ, եթե օտարերկրյա քաղաքացին դիմում է լիազորագիր հաստատելու, ցանկացած վավերապայմաններով այն հաստատվում է։ Այստեղ խնդիր է առաջանում, քանի որ նոտարի կողմից հաստատված տվյալների իսկությունը ճշտելու մեխանիզմ ըստ իրավապաշտպանների չկա։ Փորձի համար ես վստահորդ ունեմ մեկնելա Մոսկվա, մտելա նոտարական գրասենյակ, լիազորագիրը ցանկացե վերցնի Բաղրամյան 26-ը վաճառելու համար։ Պատկերացնում եք, Ռուսաստանի Դաշնությունում գործող օրինական նոտարը լիազորագիրը հաստատել է։ Երբեմն հրապարակվում են այնպիսի հայտարարություններ, որոնց նպատակը պարզապես մարդկանցից խոշոր չափի գումար շորթելն է։ Կան նաև դեպքեր, երբ անձը ներկայանում է որպես ռիելթոր կամ կազմակերպության աշխատակից, իրականում չունենալով որևէ իրավական կարգավիճակ, պատասխանատվություն կամ լիազորություն։ Խնդիրը հատկապես սրվում է, երբ քաղաքացին շտապում է վստահում միայն բանավոր պայմանավորվածություններին։ Մարդուն տարել են ցույց են տվել, ասել են կարող ենք ձևակերպել, որ այս տունը հիպոթեկով ձեռք բերեք, մարդը համաձայնվել է, սկզբնական կանխավճար տվել է 2 միլիոն դրամ, պարզվել է, որ դա ընդամենը կեղծ ընկերություն է, սեփականատիրոջից վարձակալությունով վերցրել է, տրամադրել է իրան։ Դե բնականաբար նոտարական գրասենյակում իրանք չեն հանդիպելու։ Մի քանի զանգերից հետո այդ համարները անհասանելի են դառնալու։ Եկող տարվանից ուժի մեջ է մտնելու ռիելթորական գործունեության մասին օրենքը, ըստ որի կանոնակարգվելու են ռիելթորական գործունեությանը առնչվող հարաբերությունները։ Նախատեսվող փոփոխություններով որակավորման քննություններ են անցկացվելու, որի արդյունքներով էլ մասնագետները ստանալու են որակավորման վկայականներ։ Իրավապաշտպանների դիտարկմամբ դա կարող է որոշակի զգաստացնող ազդեցություն ունենալ։ Մի փոքր զսպողական կլինի, կսահմանափակվի, որ ամեն մեկը չկարողանա զբաղվի ռիելթորական գործունեությամբ։ Ինձ թվում է պետք է անհատական վաճառքները ամբողջությամբ դուրս գա, հստակ լիցենզավորված հիմնարկներ աշխատեն։ Խաբեության զոհ դարձածների թվում է նաև ՌԴ-ից ժամանած մի երիտասարդ, ով այստեղ կապի մեջ մտնելով մի տղայի հետ խաբվել է։ Կեղծարարը ասել է, որ փնտրում է մեկին, ում հետ կկիսի տան ազատ սենյակը, վարձը կիսելու պայմանով։ Սա այն դեպքն է, երբ զեղծարարը զոհին ցույց է տվել բնակարանը, վերցրել է վարձավճարը եւ անհետացել։ Երկրորդ անգամ գնալով այդ բնակարան, զոհը տեսել է, որ տանը ապրող կա։ Ես հասկանում եմ, որ ես դարձել եմ խարդախության զոհ, ու մենք բոլոր հնարավոր ուժերով մենք փորձում ենք իրան գտնել, բայց ինքը ոչ մեկի հետ կապի դուրս չի գալիս։ Ես դիմում եմ ոստիկանություն եւ անցնում է մի ամիս, այդ բնակարանի ապրող աղջկա շնորհիվ ինձ գումարը վերադարձվում է։ Ռիելթորային խաբեությունների պատճառով մարդիկ ոչ միայն նյութական վնաս են կրում, այլև հայտնվում երկարատև դատական եւ իրավական խնդիրների առաջ։ Հետևաբար անշարժ գույքի ցանկացած գործարքում զգոնությունը ու փաստաթղթերի մանրակրկիտ ստուգումը շարունակում են մնալ ամենակարևոր պաշտպանությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։